Ողջույն, սիրելի ընկերներ, այսօր կրկին զրույց ենք ունենալու, ես Mhm. ենթադրում եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու մեր ամենայս օրակարգային թեմաների շուրջ, Անդրանիկի հետ, Անդրանիկ ջան, քեզ էլ ողջույն։ Ողջույն։ Երևի մենք այսօր սկսենք վերջին դեպքերից, կոնկրետ Հայաստանի Mhm. Հանրապետությունում ես տիրող ու տարածվող ավտորիտար բարքերից, արդեն ես տոտալիտարիզմի հասնող ես ձգտող կարող ենք ասել ես իրավիճակից, համակարգից, որ Mhm. եթե նախկինում օրինակ մենք տեսնում ենք, որ այս անարդարությունների ապօրինությունների զոհ դառնում են այնպիսի մարդիկ, որ ինչ որտեղ մենք կարող ենք ասել դե լավ, հա, օրինակ, գիտես, բարոյական առումով գոնե արժանի են եւ այլն, ինչը միևնույնն է սխալ է, էլի մարդուն ապօրինի Mhm. հետապնդման ենթարկել է, այս անգամ արդեն հասարակ գյուղացի մարդ, իր առևտրով զբաղվող, Mhm. ձմերով վաճառող մարդը դարձավ, այս համակարգի հերթական թիրախում ինքը դարձավ։ Արի քննարկենք այս վերջին դեպքերը, էլի, այս ավտորիտար բարքերը, այս Նիկոլ Փաշինյանի Mhm. ամենաթողությունը։ Դու ինչ ես կարծում այս դեպքի առիթով։ Դե գիտես ոնց էսի ոնց որ մի քիչ հերվից կամ էլի որ պատկերացնում արդյոք ուր ենք հասել դինամիկա որ ինչ-որ մի պրոյեկտ ես ուզում անես չէ սկսվում է գծագրից հետո որոշվում մատերիալները եւ այլն վերջում որոշվում են գործիքները որոնցով սարքվելու է դա հիմա մենք հասել ենք այն կետին որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվող ու պրոգրեսիվով կայացող ավտոտարիզմը արդեն հստակ իր գործիքներին ստեղծել է ու կիրառում է եւ գաղափարական եւ մարդկանց սուբյեկտների առումով հիմա այդ որ արդեն ցանկացածի հետ կարող ասես դրվագտնի այդքան էլ նոր չի որովհետեւ եթե հետ գնանք Ալեն Սիմոնյանի հետի միջադեպերը իրանք ինձ բնույթով շատ չեն տարբերվում այս մեկից չէ Հա, փոքր կարճ ինտերակցիա բառնավեճ երկու բառ երրորդին արդեն իրանց կողմից լինալը թե տղան կտրուկ սրացում ագրեսիա վերջում դատական գործ հա, ոնց որ գնայս, Միքայել Մարկարյանի դեպքում, հա, այսինքն բայց սա այդքան էլ նոր չի, բայց հա։ հա, օրինակի համար ես հիշացնեմ, որ շատ արցախցիներ նույնպես թիրախավորել են, օրինակ կինը, մանկասեք երեխաներ ունեցող, որ գնացել էին այսպես շատ վաղ առավոտյան, թե գիշերներ բերման ենթարկել հասցրել Դիլիջան նոր հաճնից եւ այլն, այսինքն հասարակ մարդկանց էլ է, էլի այս ամեն ինչից Հա, բաժին ու հասնում, այնպես չի, որ կարա անհասնի։ այո, որովհետև Արցախի մասին, Հայաստանում տիրող իրավիճակի մասին բնականաբար կարծիք ունեն բոլոր հայերը, անգամ ոչ միայն Հայաստանում ապրողները։ Ինչը նշանակում է, որ ցանկացած մարդ կարա իրանց թիրախում հայտնվի։ Որևէ մեկը, ով իրանց հետ համաձայն չի, կարա հայտնվի իրանց թիրախում, այդ մարդուն կարող են հարց տալ, քարտեզ դեմ տալ օրինակ, չէ՞։ Ու այս նույն ձևի, այս նույն սցենարով մարդու գլխին կոպիտ ասած սարքել։ Հիմա այս քարտեզը դեմ տան ասա, որ Հայաստանը սա է, մարդը համոզմունք ունի, որ Արցախն էլ էր Հայաստան, ասի չէ, ասեն ռուսական է, սրեն, ցանկացած նախագահ, քոչարյանական է, Ռուսական, ցանկացած քոչարյանական, նախադասության, հա, ծախված, չգիտեմ, մնացած հա, մնացած այդ բոլոր պիտակները։ հա, հա։ Ինչը ես կարծում եմ, որ այդ ասողներին շատ ավելի բնորոշ կարող է լինել։ Դե հա, կոնկրետ այդ տղայի դեպքում, եթե հետ գնաս թե ինքը ում թիմում էր 21 թվականին Բագրատյանի, կներես, Հրանտ Բագրատյանի թիմում էր, Հրանտ Բագրատյանը անունից դեբատների է մասնակցել ատոմային ռումբ սարքելու նպատակներով եւ այլն։ Ուզում ասեմ, որ ինքը հաստատ գաղափարական առումով որևէ տեղում չի գտնվում, ինքը ուղղակի գործ է անում, որ իրան հասել է եւ կոնկրետ այդ տղայի դեպքում ուրիշ մի հատ հանգամանքել եմ ուզում ցույց տամ, իր բառապաշարը, կեցվածքը, պահվածքը ոստիկանությունը, եթե 20 րոպե ծախսի իր վիդեոները, առնվազն 4-5 հոդվածով կարող քրեական գործ հարուցի, ատելության խոսք, վիրավորանք, հստակ անուններ տալով է մարդկանց վիրավորում, այդ մի ֆակտոր եւ երկրորդ ինչա Ես քո հետ համաձայն չեմ, Անդրանիկ ջան, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կա ազատ ատելության խոսք, ու այդ մենաշնորհը պատկանում է իրանց։ դե հայտ Փաստացի եմ ասում։ ոստիկանությունը ոչ մի բան չի կարող անի, համակարգը ձև է աշխատում։ Դա է համակարգի բնույթը։ Այ Համեցեք։ երբ որ ես դրա մի տոկոսի չափով, որ ինչ որ ատելության խոսք տարածեմ, այ միանգամից, առանց Հա, սպասելու։ եւ այսքան ինքը ժամանակ ափսոսել է իր վրա, բայց կոնկրետ այդ տղայի դեպքում նաեւ կարեւոր եմ համարում մի հատ ուրիշ երանգ, որ Երևանի ընտրություններից հետո ինձ թվում է ԿՊ-ն ահավոր ձևի դժվար տարավ դոգի վարկանիշը, Հա, ոչ մի ձև դա չմարսեցին ու տեսան։ իրանք ստեղծել են իրանք սեփական դոգին,
պարզ ասում, այդ մարդուն դրանից հետո այդ նպատակով են ստեղծել, պրոստը ոնց որ իրանք ինչ որ անում են, տենց անճաշակ, Բայց լսի ինքը անարդյունավետ դոգն ռեպլիկա է ամինիմալ դարձել։ կխ որ ասում են այդ էլի ասում դոգը խարիզմատիկ էր դա Պետ եմ ասում, անգամ ԿՊ-ի մոտ ես չի ստացվում, էլի, դաժե այդ պրոյեկտն են ձախողել, էլի։ անգամ ես որ բادر կար որ նայում էի որովհետև այնց շատ բաներ էլի խարիզմատիկ էր դոգ էր էլի ոնց որ դոգն ամինիմալ կխ մաքսիմում ու հետո Չմոռանանք, հա, դոգ ում շկոլան է անցել, ում հետ է տարիներով աշխատել։ Այդ թվում նաև դերասանական արվեստի մասը։ Կարա լինի։ Ու գիտես, այստեղ մի հատ հարց է օրինակ իմ մոտ առաջանում։ Մենք օրինակ տեսնում ենք ուղիղ խոսանք էլի անուններով, օրինակ նույն Դանիել Յոհաննիսյանն էս վերջերս նկատեցի, որ խոսում ասում էր պետությունը պատրաստ է, ոնց որ մեսիջավում, որ պատրաստ է ցանկացած ապօրինությունների ռուսական ազդեցությունը մեղմելու համար։ Կա օրինակ Հայկ Հովյան արձակագիր ներկայացող, ով որ ասում է, որ կան խաղի կանոններ, այդ խաղի կանոնների համաձայն, ոնց որ իշխանությունը մեսիջ աղում, որով որ երրորդ պետությունների ազդեցության գործակալա, իրենք պատժվելու են։ Հիմա իմ մոտ մի քանի հարց է սենց առաջանում, օրինակ հիմա այդ ոնց են իրանք որոշում, որ երրորդ պետության ազդեցության գործակալ, թե օրինակ ռուսամետ է մարդը, պարտադիր չի, որ ռուսամետը լինի ռուսական ազդեցության գործակալ կարող մարդը օրինակի համար ռեալ իր գաղափարախոսություն տեսնում է, որ Ռուսաստանի հետ համագործակցության մեջ է ապագան։ Ես իհարկե այդ ուղղության այդ մտածելակերպ չէ, ես կարծում եմ, որ մենք 360 աստիճան քաղաքականություն պետք է վարենք ու ես ընդհանուր առմամբ այդ ինչ որ պետության հետ չափազանց այդպես մեծ լինելուն եմ դեմ, պետք է լինենք հայամետ, հայակենտրոն ըստիս։ Բայց ինչևէ, մարդիկ կան, որ այլ մտածելակերպ ունեն, կարծում եմ, պետք է ռուսամետ լինես։ Հիմա այդ նույն կտրվածքով, եթե նայենք, եթե ռուսամետությունը իրանք համարում են բան գործակալ լինել, այդ դեպքում էլ ըստ իս իրանք էլ թուրքամետ են։ Հիմա իրանք էլ բան են, էլի, իրանք էլ են ուրեմն երրորդ պետության գործակալներ։ Հիմա այդ ոնց է լինում, այսինքն խաղի կանոնները մեծ ուղղությամբ են աշխատում մենակ ռուսամետների դեմ։ Ինչ որ այսպեսի մի հատ Հա, աբսուրդ բան է դուրս գալիս ու մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր հիմնականում արևմտամետ կոչեցյալներն են, չէ՞, այդպես անում, որ օրինակ ըստ իս իրանք ժողովրդավարական արժեքների հետ, արևմտյան արժեքների հետ ընդհանրապես որևէ աղեշ չունեն, որովհետև մարդու իրավունքը կարծում եմ, որ այդ ինչ որ վերացական բան չի, էլի, դա հստակ բան է ու մարդու իրավունքներ, իրենց իրավունքների պաշտպանության, ոնց որ դրա իրավունքն ունեն բոլորը, թե Գագիկ Ծառուկյանը, ով իրենք պնդում են, որ չգիտեմ, ազդեցության գործակալ է, թե մնացած բոլորն ունեն ու ոնց որ մի սկզբունքը ոտնահարելով, երբ որ դու ասում ես, որ գիտես, սա ռուսական ազդեցության դեմ է ու ոտնահարում ես այդ հիմնական բազային սկզբունքները, այդ ֆունդամենտալ սկզբունքները, այդ արդեն դու դուրս չեկա, որ այդ արժեքների համար ես դուրս է գալիս, որ դու ստեղծում ես մի հատ Ռուսաստանի համակարգին շատ նման համակարգ, անգամ բելարուսական համակարգ է ստեղծում, որովհետև եթե նայում ենք ճանապարհը, օրինակ Նիկոլ Փաշինյանի ու Լուկաշենկոյի ճանապարհները շատ նման են։ Եթե Նիկոլ հա, Փաշինյանը ես, շարունակի հա, երկար ժամանակ բավականին իշխանությանն է, լիքը Լուկաշենկոյի է վերածվելու, որովհետև փաստացի նույն ճանապարհն է, նույն պոպուլիզմը ամեն բանում նույնն է։ Այս մարդիկ էլ, ես էլ ասում եմ, իրանք էլ ազարյոնկներն են այս դեպքում Նիկոլ Փաշինյանը։ Երևի ծանոթ չէ ազարյոնկնով, ահա։ Ու այս պայմաններում օրինակ իմ մոտ այդ հարցն է էլի իրանց առաջանում, ասում եմ ժողովուրդ, դուք ասում եք, որ պետք է ռուսական ազդեցությունը մեղմել, բայց ինչքանով ռուսական ազդեցություն չի, եթե քո համակարգը ամբողջապես նմանվում է ռուսական համակարգին, բելարուսական համակարգին ու դուք ոնց որ որպես երկու ավտորիտար պետություն, ոնց որ դուք շատ նման եք իրար, ինչ ազդեցության մասին է խոսքը, այսինքն իրանք ուզում են իրանց ազդեցությանը, իրանց ավտորիտարիզմը լինի, բայց ոչ ռուսամետներին զուտ, եթե այդպես է, հա, ոնց որ թող ուղիղ խոսան, մենք էլ իմանանք ինչ է բան, բայց երկակի ստանդարտներով ու կեղծավորություն, երեսպաշտությունա նման կերպով հանդես գալը մարդու իրավունքների ոտնահարումը, ով ուզում է լինի կլինի Գագիկ Ծառուկյանը, կլինի մնացած օլիգարխները, ով ուզում է լինի ամենաօդիոզ մարդն էլ լինի, այդ սկզբունքները հստակ են, այդ մարդն էլ ունի իրավունքներ։ Մի խոսքով, այդ իմ կարծիքը է հա, ամենը։ դե նայ, ես գիտես, կողմնակից եմ սահմանումները ճիշտ բանանելու էլի, որովհետև այս ինչամետ են, ինչամետը ու գործակալը շատ տարբեր բաներ են։ Ահա, Տես, հիմա դու քո խոսքը տարար այն գծով, որ այս ինչամետ կա, ազդեցության գործակալ կա եւ արդյոք կարելի է այս գործիքները օգտագործել, ենթադրենք իրանց ասելով եմ ասում, որ կա։ ահա, Հիմա ես ուրիշ տեսանկյունից եմ էլի գալի։ Ռուսամետ, թուրքամետը քաղաքական գնահատական է, որը ազատ են քաղաքական գործիչներ իրար տալ։ Ազդեցության գործակալը դա կոնկրետ ապացուցելի փաստ է,
որը որ նաև կարող ենթադրի քրեական պատասխանատվություն ու դրա համար մենք ունենք հակահետախուզություն, չէ՞, ԱԳՆ փող ենք ծախսում։ Հիմա մարդիկ ում որ քաղաքական առումով ասում է Ռուսամետ ու ասում է դա Իոնիսյանը, որ իրան հասնում է, որտեղ Ռուսամետը կամ իր դեմ գործողությունները կարող են ոչ այնքան գծի մեջ լինել, որովհետև շատ մեծ ռիսկ կա անհամաչափ պետության համար, նույնիսկ բան անում, ոնց որ Զերարնի ասում է Ռուսաստանը Հայաստանը բռնապետություն է դարձնում, ոնց որ ստիպում է որ Հայաստանը բռնապետություն դառնա, որ տիպը բանին Նիկոլին ստիպում են սենց անօրինականությունների գնալ, որտեղ պետության առաջ անհամաչափ ռիսկ կա, որի արդյունքում եկեղեցիները զգուշելի հանկարծ նրանց պես Որն բռնապետ չդառնա, անհամաչափ էլի։ ռիսկը։ Մի հատ էլի կբացես, ըստ Հենց այդ եմ ասում, ինչն այսինքն է այդ ռիսկի անհամաչափ ռիսկը։ գնահատական, այո, այդ ռիսկի գնահատական տվողը հակահետախուզությունը ու ԱԱՑ-ն է իր ըստ էության։ Այս մարդկանց քրեական գործերի մեջ ընդհանրապես այդպես բաներ ներառված չեն։ Հիմնականում տնտեսական հանցագործություններ են ներառված։ Այսինքն ես չեմ տեսնում, ստացվում է ցանկացած մեկին, ով որ քո հակադիր ճամբարից է, դու քաղաքական գնահատականով սարքում ես Ռուսամետ, հետո օգտագործելով քո լծակները քրեական գործ ես հարուցում անօրինական կամ անհամաչափ եւ քրեական գործը արդարացնելու համար ասում ես սա նաեւ ազդեցության գործակալ է։ Հասկացա՞ր ոնց ուզում շերտերը իրար վրա հավաքում են, եկբայ դրանք առանձին երևույթներ են։ Որևէ մի դրվագով չկա ապացույց, որ օրինակ Գագիկ Ծառուկյանը ինչ որ մեկի գործակալն է։ Այդ մարդը դատում է տնտեսական հանցագործությունների համար, ինձ թվում է գործն է քանդվելու ինչ որ բայ, ոնց որ նախկինում է 1000 անգամ եկել արդեն։ Բայց ըստ քեզ չեն Բայց կարող հենց խլեն։ Օրինակ ըստ իս կարան իրան ունեզրկեն։ Դե ունեզրկելը ամբողջապես չէ, որտեղ ոնց է լինի, օրինակ դրսում էլ կունենա կապիտալ, ինչ որ բան, բայց Հայաստանում հիմնական որ իր կապիտալը գտնում է, ինձ թվում է ունեզրկեն։ դե արդեն երկու կոնկրետ մեծ բան խլեցին, մեկը մուլտիվելնեսը, մյուսը ցեմենտի Սեմենտի գործարանը։ գործարանը, այո։ Ցեմենտի գործարանը առասարակ անհեթեթություն է 2003 թվին տեղի ունեցածը բան ընտրություններից հետո 26-ին նոր կարողացակ ապացուցել կամ հիմնավորել կամ երբ որ հեղափոխություններ եկան մարդիկ ասում են պետք է ոչ ստանդարտ անցումային պետության ատրիբուտներով ընդհանուր գնահատական տալ եւ համակարգային լուծում տալ այդ ամբողջ գույքին մենակ ցեմենտի գործարան չի հարյուրավոր տես գույքեր կան սկսած Սիլ պլազայի շենքից եւ այլն Հա, հա, Steel չէ Plaza-ի իդեպ շատ հա հետաքրքիր է, որ հիմա այդ հա 5000 դոլարով է ժամանակին այո սեփական այո աշտարվել։ հիմա օպտի արվեստանոց դառնալ եւ այլն ըստ նախնական պայմանավորվածության քաղաքապետարան այսինքն համակարգային լուծում առաջարկողներին մերժեցիք որտեղ ես այդ մարդկանց լուծումներն գիտեմ 2018 թվականին ոնց է sense պատրաստի տվել իրանց այդ մարդկանց մերժեցիք հիմա երբ որ ձեզ հարմար է առանձին դեպքերով անդրադառնում եք այսինքն իրանք քաղաքական գնահատականի միջոցով հանրության մեջ ստեղծում են կեղծ պահանջար հետո ավելացնելով արդեն գործակալ եւ այլն կոնկրետ ոնց որ տալով դրան ավելի մեծ կշիռ կամ անհամաչափ ռիսկ պետության համար ոնց որ իրանք են ներկայացնում սկսում են անօրինականություններ անել հետո զանգում Դանիելի պես մարկանց ասում են էս գիսն ենք տանում ընդ գնաց մենակ Դանիելը չի նայում ես լիքը մարդ իրարարման ճիշտ է ես բանը Դանիելը դեմ եմ ասեմ, գետին թազա պարկասնելուն բավա բայց sense բան հա Դանիելը բայց թազա տես բավականին խարիզմատիկ ջահելներ ունի, ովքեր բավականին ազդեցություն ունեն, պետք է ասենք, ընդհանուր առմամբ երիտասարդության տրամադրությունների վրա, ու երևի ես հուսամ այդ ջահելները չեն հասկանում ինչ են անում, որովհետև լավ ջահելներ հա են։ հիմա հիմա նայ այդ Գագիկ Ծառուկյանը ամենահարուստ մարդկանցից է քաղաքականության մեջ է 22 Ահա։ տարի է չէ հիմա բայց դա կարելի է տեղայնացնել ձմերուկի պատմության մեջ որովհետեւ տարբերություն չկա հիմա այդ տղային ասում են Քոչարյանական հաջորդ բառը ելնելու է որտեղ Քոչարյանը Ռուսաստանի գործակալ է աստիճան Այս մարդն էլ տեզերի չէ հիբրիդային պատերազմի նույն ձևի գործիք է։ միսօրն է գալ հա միսօրն է գալու են իր ձմերուկի առու վաճառքի փոքր բիզնեսին սկսեն ինչ-որ բաներ բանկալ, ոչ մեկ պաշտպանված չի, այս գործիքը մեծ որ քննարկեցինք, ցանկացածի վրա կարելի է Հա, տեղանացնել հա։ ու օգտագործել։ Այդ գիտես, այս բանով ես հիշեցի ա, ուրեմն ժամանակին բաններ, Պուտինն էր, այսպիսի մի բաներ արել, Իրանից այդ որ ասում էին, այդ жесткая рука իրան ուզում, ասում է, если мы начнем навести порядок жесткой рукой, то в какой-то момент эта жесткая рука начнет нас очень быстро душить։ Հիմա դες այդ բանն է, Ռուսաստանը դա արդեն վերապրել է, այդ մարգարեական խոսքը իրականացել է փաստացի, ու հիմա մենք էլ ենք դա գնում, օրինակ, ինչ որ մարդիկ, չնայած այդ կարծում եմ, որ հիմնականում չգիտեմ, ինչ որ ավելի շուտ հենց կոնկրետ այդ մեր իշխանական կողմերից են եւ այլն, ովքեր որ պահանջում էին այդ բանը, այդ ուժեղ ձեռքը, որ
կարգի բեր Հայաստանը Նիկոլ Փաշինյան եւ այլն եւ այլն, ու փաստացի ոնց որ ինքը այդ ուժեղ ձեռքը բերում է իբրև թե, ու իբրև թե չի, իրականում կա այդ ուժեղ ձեռքը, ով որ սկսում է խեղդել մեզ բոլորիս։ Ու դրա արդյունքում ոնց որ շատերը կան իրականում, որ իրանք ասում են դե էլի ռուսական բանվասը մայախատաս կրայ, այսինքն դա ինձ չի վերաբերում, ես սրանից ամեն ինչից հեռու եմ, բայց օրինակ իմ մոտ այսպեսի մի հատ միտք արչեմ, իսկ հնարավոր չի որ ինչ որ պահի կա օրինակ Սամվել Ալեքսանյան դերակատարը, խոշոր տնտեսական դերակատարը, ով բոլոր իշխանությունների ժամանակ բավականին իրան կոմֆորտ է զգացել, բայց արդյոք ինքը երաշխավորված է իր կապիտալի անվտանգությունը այս պայմաններում, այսինքն ինչ որ պահի իրեն էլ չի գալու հասնելու, օրինակ Երևան City գլխին կախվի ու անգամ նույն Խաչատուր Սուքիասյանը, որ թիմակից է եղել իրանց, արդյոք իր բիզնեսները ինչ որ պահի այդ թիրախում չեն հայտնվելու ու իր կապիտալը վտանգի տակ չի հայտնվի։ Դե չկա որևէ մեկի մոտ այդ երաշխիքները, բայց ամեն մեկը ոնց որ իր կյանքը ապրում է, իր դիրքավորումը վերցնում է ելնելով, չգիտեմ, իր պատկերացումներից, հիմա իրաց պատկերացումների մեջ վտանգին որ շատ մոտիկ ես ելնում, վտանգը կարող է չնկատի, կոպիտ ասած, այս բանը իսկում ավելի շատ այդ վիճակն է, բայց եկեք չմոռանանք, որ սպոնտան անհավասարակշիռ որոշումներ կայացնող մարդու հետ գործում ենք ու չես իմանա, թե իրանց մեջ կոնֆլիկտը որտեղից կարող է առաջանալ։ Հիմա կոնկրետ Սամվել Ալեքսանյանի մասին որ դու ասում ես, ես հիշում եմ, երբ որ ինքը եկավ այդ բաների ՀԴՄ-ների ածների ֆրոդը բանը գա, որ մեծ սուպերմարկետները մի 200 հատ ած էին բացել, որի միջոցով իրական բանջարեղենն էին ծախում, որովհետև եթե 20% ավելացնեն, շատ թանկ կլինի եւ այլն, դա պետության հետ մոտավորապես համաձայնեցված ինչ-որ մի բան էր եղել, որը որ բռնել էր հեղափոխությունից հետո։ Հիմա ասենք ես վստահ եմ, որ շատ ուզենան կարողանան Երևան City-ում էլի այդ էլեմենտները գտնեն էլի մոտավորապես նույն գործիքների, ճիշտ ասած։ Ու Նիկոլ Փաշինյանի ՀԴՄ-ի հետ ունեցած ռոմանտիկ հարաբերությունները հաշվի առնելով, ասենք կարա դա լինի կոնֆլիկտիկ հետ։ Գնա մեկը ասի City-ն ՀԴՄ չի տալի, վերջ մի քիչ օրը հարմար եկած չլինի, ես ուտ ասենք գրոտեստ եմ վերածում, որ մարդիկ հասկանան, թե ոնց կարան լինեն երևույթները Հայաստանում։ Նայ, ես այսպեսի մի բան ասեմ, մոտ գիտես ինչ տպավորության, որ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող այս ապօրինությունները ոչ միայն ինչ որ ես կարծում եմ որ այդտեղ մեսիջ էլ կա հղված Ռուսաստանին ու շատ ինքը բազմաշերտ հարց է իրական թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելը որ ես կարծում եմ պայմանավորվածություն են ունեցել որ ինքը չի մտնելու չի բացելու այդ էջը շատ այսպիսի շերտեր կան այն շերտը կա որ Նիկոլ Փաշինյանը ես կարծում եմ որ համոզմունք ունի որ Գագիկ Ծառուկյանը իրենից ձայներ է տարել ու դրա համար ինքը sense հանգիստ կերավ Գագիկ Ծառուկյանի քվեները ու մտածում որ տենց էլ պետքա լիներ որտեղ վստահ կարծիքի Գագիկ Ծառուկյան դա ինչից եմ ես դիենթադրություն անում ժամանակին ուրեմն այն փոլերը որ եղավ IRA-ի մեջը ինչ հետաքրքիր մի հատ բան եղել որ Գագիկ Ծառուկյանին ընտրողները ենթադրաբար ովքեր որ ասել են որ Գագիկ Ծառուկյանին ընտրելու պրոեվրոպական հայացքներ ունեին այդ այնքան բանը sense տարօրինակ է չէ՞ մի տեսակ այսպես ինչ որ երևի ուսումնասիրության կարիք ունեցող նյութ այդ ոնց հայլեն որ պրոեվրոպական հայացք ունեցող մարդիկ Գագիկ Ծառուկյանին ընտրել բայց ես համոզմունք ունեմ որ այդ մարդիկ եթե Գագիկ Ծառուկյանին չընտրեն դրանցից շատերը հնարավոր է եւ Նիկոլ Փաշինյանին ընտրեին ու այդ դրանում է երևի իրանց ձեռքի տակ այդ ուսումնասիրությունները կան ու նաև Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկյանին դրա համար բրդուճարեց քվեներն էլ կերավ դրանից հետո բայց մենակ այդ քվեները չի նաև տրադիցիոն Գագիկ Ծառուկյանը գյուղական համայնքներում է շատ ձայներ ստանում որ էլի Նիկոլ Փաշինյանի հիմնական ողնաշխարհն է ձայներին հենց որ հա այս մի հատ ուրիշ բանը Գագիկ Ծառուկյանի մասին չէ բայց հենց ԿՊ հանրապետական բանի շուրջ եմ ուզում ասեմ որ հետարքիր բան տեղի ունեցավ, երբ որ նապորը շատ ուժեղացավ, հատկապես այդ գետին պարկասնելու ձեռնաշղթաների իսկականից անհեթեթության հետ կապված, իրանք ինչ որ պահի հասկացան, որ ստիպված են ելնելու Սերժ Սարգսյանի Գագիկ Ծառուկյանին նվաստացնելու այդ ՀՀԿ-ի կադրերը ցույց տան, բայց դա շատ կարճ տևեց, որովհետև իրանք շատ լավ հասկանում են ԿՊ-ում, որ եթե շեշտը դնեին այդ գործիքի վրա, որպես այդ քննադատություն էին հակադարձում Իրանք դուրը բացում են շատ ուրիշ վտանգավոր բաները, որը որ ես ու դու ենք անում, այսինքն մարդիկ ասում բան չի փոխվի, այո։ Դրա համար դա բացեցին, սենց վախենալով, սենց արելով, սենց հետո փակեցին, էլի։ Հետո էր հետարքիր, էլի, ոնց կոնկրետ մարդիկ կարճ մեջտեղ բերեցին, որ զգան, ասենք, իգրաստոյից մեջ, թե չէ։ Ոբշեմ, պրոպագանդան իրականում շատ ծիծաղալու է Հայաստանում, էլի, նորություն չկա իրականում, նույն բաները անընդհատ տարբեր ակտորներով կրկնվում են։ Ու գիտես ես իդեպ ինչ դեի ասում, այս վերջերս իրենք դե նորից ստացան պարգևավճար, չէ։ Գնալով ասեմ քեզ, մի հատ հետաքրքիր բան նկատի դրա մասին դեռ
խոսելու, ուրեմն պարգևավճար սկզբում կարծես ստացան անցյալ տարի, ոնց որ դեկտեմբերին էր ստացան 3.6 միլիարդ էր կարծեմ, դրանից հետո ստացան ուրեմն մայիս ամսին 4.6 4.1 միլիարդ թե 4.6, մի խոսքով, այսպես ասեմ, գրավ աճեց։ Այս վերջինը արդեն 5 միլիարդ դառավ, այսինքն ոնց որ այդ բանը ինտերվալը ստանալու փոքրանում է, բայց ծավալը մեծանում է պարգևավճարների ու մի հատ հետաքրքիր, շատ հետաքրքիր հեղինակ կա Բրյուս Բուենոն իր բաներից կարդացել է, հենց ինքը ավտորիտար համակարգերի մասին է խոսում, ինքը անտտ նրա մասին է խոսում, որ բռնապետությունը ընդհանուր առմամբ մեծ ռեսուրսներ է պահանջում, որովհետև դու կան կոնկրետ խմբեր, ում պետքա գող պահես անընդհատ ու այդ խմբերին ոնց որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ռիսկն էլ է անհամաչափ մեծ, հենց իրենց անձամբ իրենց համակարգական ռիսկերը, ինքը պետքա գող պահի այս մարդկանց, որ իր կողքին մնան, հանգարց չփախնեն իր կողքից, մանավանդ այսպեսի բարդ իրավիճակում։ Ու այս իրավիճակում նաև երբ որ Ռուսաստանը հիմա դե արտահանում արգելել է հայկական ապրանքները սանկցիայի տակ են, այդ հեքիաթները, որ Եվրոպա են գնաց եւ այլն, դու ինքդ ոնց որ Բրիտանիայում ես հայկական ծիրան կերար, խանութները երևի լիքն են, չէ, հայկական ծիրանով եւ այլն, դու Հա, ինքդ մեր մոտ ներմուծումը կատարվում է բաների ճամփրուկների միջոցով, ամեն մեկի Իրանը իր 2 կիլոն վերում է, մեր մոտ չի հասել, դաժե այսինքն եթե Ֆրանսիա բան փոքր խմբականակով հայկական խանութները բերել էին ու բոլորը ակտիվ նկարում են, մարդկանց թվում էր իսկապես Եվրոպայի խանութները, չեղբայր հայկական խանութներն են, որ ամեն տարի էլ բերում են այդ մի Իրանը փոքր։ հիմա Բայց ոնց այդ որ հա մի հատ շատ հետաքրքիր բանի ես դու հիմա կպնում, գիտես, բոլորը ուզում են տպավորություն թողել, որ Ռուսաստանը պատժամիջոց է կիրառում։ Եկեք մի հատ բան ճիշտ հասկանանք, էլի։ Օրինակ եվրոպական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, դրանք հստակ պատժամիջոցներ են, որովհետև կոնկրետ գործողության դեմ քրտ կտրել են, չեն թողում արտահանվի։ Ռուսաստանի դեպքում այդպես չի, քեզ չեն ասում մի արտահանի։ Քեզ ուրիշ բան են ասում, ասում են մենք ստուգել ենք, մեջը խնդիր կա։ Հիմա բոլորը փորձում են տպավորություն ստեղծեն, որ այդ խնդիրը չկա, ու Ռուսաստանը հորինում է։ Իրականությունը մի քիչ ուրիշ է։ Մենք ու ԵԱՏՄ տարածքի պետությունները ավելի քիչ ենք ուշադրություն դարձնում այդ տվյալներին, որոնք որ ստուգվում են, ու փաստացի ես վստահ եմ, որ մոտ 70%-ով ինչ որ ռուսները ասում են ճիշտ է։ Այսինքն կան այն քննարարույց նյութերը ապրանքների մեջ, որոնց հիմքով իրանք արգելել են։ Հիմա դու տանում ես Եվրոպա, որտեղ ամեն ինչ ավելի խիստ է, այդ նյութերը չեն վերանում։ Հասկանում ես, այսինքն Եվրոպան է կարա աչք փակի, ինչ որ մի ներմուծում անի, կամ կարա վերցնի տանի, ինձ չընդունվի, ոչնչացվի, ու ասեն դե մենք պայմանավորվել ենք, որ այդ ռիսկը վերցնեն, արտահանեն հանկարծ տեղ խնդրի, մենք փոխհատուցենք։ Ու հարցը տենց են հիմա իրանք լուծում։ Բայց ոչ մեկ չի խոսում, որ դուք 8 տարի է իշխանության եք, ու դուք ոչ լաբորատորիաները ես կստեղծեն, խոսում որ եմ, կարողանաք արտահանել։ ես Չէ, խոսում ես հանրության, երբ որ ասեմ ոչ մեկ, ես նկատի ունեմ հանրային դիսկուրսը։ Հանրային դիսկուրսը գնում է ռուսները պատժամիջոց են անում, իրանք փորձում են Եվրոպա տանեն։ Հանրային դիսկուրսի մեջ չի խոսում, այդ ամեն ինչը մենք ենք ուտում ժողովուրդ, ու ոնց որ իսկականից վնասակար նյութեր կա։ Գնանք մի հատ իհարկե, պահանջենք այս 8 տարվա իշխանությանը այդ բաների մոտ հատկապես այդ պարարտացնող նյութերի հետ կապված վերահսկողություն լինի լաբորատորիան, այդ մի քիչ տարօրինակ է իմ համար, էլի պետքա ժողովրդին դա էլ բացատրել։ հա Այդ էլ ինքը իր պահանջների մեջ պետքա լինի, էլի որպես առիթ է միանշանակ ու օգտագործել։ 8 տարի իշխանությունից հետո այսօր ոնց որ իշխանությունն անում ես, ոնց որ նոր ընդդիմություն դառած լինի։ Բոլորին քննադատում է, բոլորին քննադատում ու ոչ մեկ իրենք իրենց ոնց որ չեն ուզում այդ հարցը տան, բա 8 տարի ինչով ենք զբաղված, որովհետև եթե թունավորվում է մեր հանրությունը, այդ օքեյ է, նորմալ է, բայց ոնց որ այդ նույնը արդեն որ դուրս է ստանում նոր իմանում ես, որ մեջ էլ պեստիցիդներ կան, էլ միջատներ կան եւ այլն եւ այլն։ Այսինքն այսպես մի հատ տոտալ խնդիրներ է ու եթե ես միշտ այդ բանով եմ քննադատում, դու գիտեիք, որ այսպիսի խնդիր կար առաջանա Ռուսաստանի, դու պետք չի ամենախելացին լինել, այդպես քաղաքական ինչ-որ բան լինել, հանճար լինել հասկանալու համար, որ այս իրավիճակը գալու է Ռուսաստանի այսպիսի մի բարդ իրավիճակ, բա այդ հարցերը տնային աշխատանք ինչի չէի կարել մինչև դա ինչի Եվրոպա այդ շուկան չէի, որտեղ շուկաներ ոնց որ դիվերսիֆիկացիա շուկայի չեն անում այն պահին, երբ որ դու ինչ-որ շուկա կորցրես, դա անում են այն ժամանակ, երբ որ լավ ժամանակներ, երբ որ դու շուկաներ ունես ու ռեսուրս ունես, նաև վերաուղղելու նոր ինվեստիցիաներ անելու։ Հիմա մեր տնտեսվարողները ոնց որ խնդրի առաջ են, որ Ռուսաստան չեն կարողանում արտանել, իրանց եկի ասում են նոր ինվեստիցիաներ արեք, որպեսզի կարողանաք այն ստանդարտներն ապահովել, որ արդեն Եվրոպա տանեք, բայց
Այդ հասկանում ես լրիվ տարբեր շուկաներ ա, այնտեղ Հա, փաթեթավորումից սկսած, մինչև լոգիստիկա, մինչև չգիտեմ, շատ-շատ բաներ լսել եմ, էլի ես բավականին շատ դե մասնագետներ տես լսել եմ, թե ամենամեծ Ռուսաստանում իրականացվող այդ բանը գործընթացը լրիվ ուրիշ է։ Դա հենց սկսած լոգիստիկայից, երբ որ մարդիկ ուղակի լցնում են մեծ բաների ящикների մեջ, նա թերթով բանեն ան փաթաթում ուղարկում են։ Իսկ այնտեղ պետք է ինչ-որ ինդիվիդուալ փաթեթավորում, որովհետև եվրոպացիները չեն առնում կիլոյով միրգանք, մի քանի հատով են առնում, հա, սկսած այդպես մանրամասներից մինչև դեք ուրիշ բարդ ինչ-որ շատ, բաներ։ հա, շատ խնդիրներ կան ախր ֆուրը որ գնում է դատարկ չի կարա հետ գա։ Տեղափոխող ընկերությունները միշտ գիտեն արդեն 100 տարի Հա, արդեն դա կազմակերպված է, գիտի A ապրանքով գնաց B-ով հետ է գալու հմ, Ռուսաստանից։ Այդ B ապրանքը չկա եղբայր։ Դու ավելի թանկ ճանապարհով երկար գնալու ես հասնես ընդեղից ինչ ես բերելու որ այդ ճանապարհի գինը օպտիմալ լինի։ Լիքը ախր մանր հարցեր կա էլի ու չկա այդ քննարկումը հասկանում ես քննարկումը այդ հա, բանի շուրջ է այտենց Հեսա գիտես պատժամիջոց եւ կաթրամթերքը, այլն հա, հեսա կաթրամթերքն էլ որ ինչ որ արգելանքների տակ հայտնվեց, հեսա շատ շուտով Դանիել Իոնիսյանը կլինի ասի, հա, հայկական կաթրամթերքն արդեն ուղարկվում է Եվրոպա, բայց նույն հայկական կաթրամթերքը, ես լուրջ եմ ասում, ես վերջերս սկսել եմ կոնկրետ մի արտադրողից իհարկե գովազ չեմ անի անուն չեմ տա, բայց մեկից եմ գնում, որ Իրանն է նորմալ, մնացածից համ եմ առնում, ինչ որ տարօրինակ բան է, դու նայում ես արդեն բաղադրություն, թե եթե ժամանակ ինձ կովի կաթ էր գրած, հիմա կաթի փոշի, այդ կաթի փոշին իրենք բերում են Բելարուսից, ոնց որ հասկանում ես, այո չկա այդ որակը չկա էլի, այսինքն իրանք այդ ամեն ինչ աչքաթող են արել, հիմա երբ որ այդ ամբողջը ոնց որ ջրիերես դուրս եկավ ամբողջ այդ խնդիրների բույլը, հա բանն էլ մեր էկոնոմիկայի նախարարն է դեռ այդ ընտրություններից առաջ էր, երբ որ բաներ, ընկած քարոզարշավով էր զբաղված, երբ որ այդ պայնի 24/7 պետք է աշխատեր այդ խնդիրները լուծել, կամ գնում է ձկնաբուծարանների մոտից այդ քարի վրա կանգնած ելույթ ա ունենում, երբ որ ինքը դու ինչ իրավունք ունես աշխատանքի ժամին գնացել ես վիդեո ես նկարում։ Ինչ իրավունքով ես դուրս եկել դու այդ օֆիսից ոչ աշխատանքային բան, որ այդպես գովազդես, այդպես հայտարարություն անես շատ կարևոր, որ գիտեք հայկական ձուկը արտահանվում է։ Ուրա թվեր ու մի հատ ներկայացրեք։ շատ լավ բան ես ասում ու մի հատ հետարքի բանի հետ կապում քո ասածը կոնկրետ դուրս գալ վիդեո նկարելն եմ ասում իմ մոռացի որ վիդեոները հետո իրենց անձնական էջով է տարածվում առաջին Facebook-ում այսինքն ինքը գնում է այդ իր նյութը բանի կառավարության էջով չի գնում իր նախարարության էջով չի գնում իրենց անձնական էջով են տարածում ու դա նաև պետական ոնց որ իր ունեցած ռեսուրսներ ինքը հեսնում է իր սեփական Facebook-յան էջը առաջ տանելու համար, որովհետև իրանց կուսակցության մեջ այս ընտրությունները ցույց տվեցին, որ քո դիրքը ուղիղ համեմատական է Facebook-ում քո Քո գրածած հաջողությանը։ ֆոլովերների քանակի, Այո, ուղիղ քո համեմատական է քո աղմատիչ։ Facebook-ի հաջողությանը։ Ուղիղ։ Այսինքն տեսնում ես, չէ՞, այնտեղ անձնա, հետո վաղը միսօր եթե ամեն ինչ վերջանա, ասենք դու այս կոպիտ ասած բանի գործի մեջ ես Facebook-ում 80,000 ֆոլոուերներով հայկական միջավայրում է, էջը, բավականին չալակած երևույթ է, ինչի՞ չօգտագործենք առիթը, էլի։ Այդ ես միշտ դրան ուշադրություն եմ դարձնում, էլի, այս ընտրություններն են ցույց տվեց, որ իրանց համար դա իրականում կարևոր է։ Իսկ դաժե մեկ-մեկ ինձ թվում է թվերել են իջացնում, որովհետև մտնում ես падգամավորի Facebook-յան մեջ, մի օրվա մեջ բանա 6 հատ post անում, ասում ես մի քիչ բերեք որ Հա, չէ, հասուն մարդը 6 հատ post իսկ անի։ գործ անում եք դուք հարցը Հա, առաջանում, իսկ դուք այդպես հատակ աշխատանքային, մասնագիտությունից, ասենք հա, հասուն 35-40 տարեկան մարդ ամբողջ աշխարհով մեկ չես գտնի, եթե բլոգեր չի, որ օրը 6 հատ post Իլոն անի, Մասկ։ Իլոն Մասկն հա, է մեկ շատ ահավոր շատ անում, բայց դա իրան հա, կարելի է ինձ թվում է, всё-таки ոնց որ ինքը պետության վզին չի նստած, էլի, ինքը հա, ինքը պետության հարկատուներից չի վզին չի բան անում։ նստած, Ինչ ուզում հա, անում է աշխարհի հասկանալի է, բայց այս մարդիկ ոնց որ չեն հասկանում, ու գիտես, ստեղ մի բան էլ ասեմ, ճիշտ է, ես իմ դատական նիստից պատմում, 2 օր հա, առաջ գնացել էի դատական նիստին, ուրեմն այդ Ալեն Սիմոնյանը, որ ինձ դատի էր տվել, միջնորդություններ ենք ուրեմն ներկայացրել հաջորդ նիստը հետաքրքիր է լինելու, որովհետև ցուցմունք են գալու տան իր այն բանը, հմ, ինչ այդ երիտասարդի բանը պաշտոնը անունն է կարևոր չի, իր պաշտոնը ասենք, որ էլ չունի ինքն էլ է գործադու, Մովսեսը ու մեկ էլ ինչ որ հմ, իրավական հարցով խորհրդատ ունի, գալու են դատարան ցուցմունք տալու բանի մասով, քեյսի մասով, չգիտեմ, կարող է երևի հմ, բաների էլ կան չէ մեդիաների, բայց ամեն դեպքում ես մի հատ կնկարեմ, որովհետև ես մի քանի հարցեր ինքս ունեմ այդ բանին, հա, որովհետև այդ քարտուղարներով էր, որովհետև եթե դու տեսես մեկնաբանությունը տեսել ես ոնց էր գրում, ինչ որ 24 ժամ տեսել ժամանակ եմ, այսօր screenshot եմ գիտես, իր տեսել, մոտ տպավորություն է, որ իրեն աշխատավարձ վճարում է, ասենք Ալեն Սիմոնյանը։
Բայց իր համար այդ վատ լուր ունեմ, որ իրան աշխատավարձ օրինակ ես եմ վճարում, իրան աշխատավարձ հանրությունն է վճարում, հարկ վճարող քաղաքացիներ իրան վճարում ու ոչ միայն իրան, նաև Ալեն Սիմոնյանին։ Ու իրանց մոտ ինչ որ հասկանում ես, այդ է ամենասարսափելի, որ իրանք ոնց կարան շփվեն, ինչ ձև են խոսում հանրության հետ։ Իրանք բանը այն է, որ իրանք փաշվետու են մենակ իրանք վերադասներին, բայց իրականության մեջ գլխավոր վերադասը հանրությունն է իր ամբողջությամբ, չէ՞։ Իսկ հարկ վճարող քաղաքացիները ում առջև իրենք պետքա լինեն թափանցիկ, մեկ է մի հատ բավական հետաքրքիր բան է ասեմ, այս դեպքի այս դատական հարցերով, ուրեմն մենք միջնորդել էինք ժամկետների մասով, դե երևի գիտես, չէ, դատի տալու համար ինչ որ ժամկետներ կան ներկայացնելու, օրինակ քո տեսնելուց հետո մի ամիս ժամանակ ունես դատի տալու համար, ընդհանուր առմամբ եթե նյութ տեղադրվել է 6 ամիս ժամանակ ունես։ Ուրեմն մենք գիտենք, որ մոնիտորինգ կա աշխատող Ալեն Սիմոնյանի համար, ինչ որ մոնիտորինգային խմբեր կան, ովքեր անմիջապես Ալեն Սիմոնյանին ուղարկում են վիդեոն, ու մտածում ենք ոնց իմանանք, մեկը մի հատ հաղորդումներից մեկի ժամանակ էս Ալեն Սիմոնյանը ինքը իր բերանով սկսում է պատմել գործընթացը, թե ոնց են իրեն վիդեոները ուղարկում, որ մոնիտորինգային խմբեր կանացինք հետա անցած դատական նիստին հենց այդ վիդեոն էլ միացրեցինք հենց այդ մոնիտորինգի մասով, որտեղ ինքը պատմում է, հա, որ մոնիտորինգային խմբեր կան, իրանք ուղարկում են ու ըստ օդում կախված լուրերի այդ մոնիտորինգային խմբերը, այն որ ասում են, որ ֆեյքերի ֆերմա կա, ֆեյքերի ֆաբրիկան կա, այդտեղից են ու ըստ նույն օդում կախված լուրերի իր այդ քարտուղարն այդ որ այդպես խոսում է, հենց այդ ֆեյքերի ֆաբրիկայից է եղել։ Այդ ինձ հասած ինֆորմացիա է, չեմ կարող ոչ մի բան պնդել։ Այս վերջերս տեսա ինքն է գործազուրկ դարավ հելնում, չգիտեմ, բաներ անում, Ալեն Սիմոնյանի հետ մեկտեղ իր ամբողջ ոնց որ աշխատակազմին հեռացրել է Ռուբեն Ռուբինյանը։ Հա, Այդ դա ֆեյքերի է։ վերջը ինչ որ ձևով պետքա տալ իսկականից, որովհետև չնայած իրանք իրենց վատ գործ արեցին ու այնքան փչացրեցին, ապականեցին Facebook-ում ոնց որ հարաբերությունների ձևը, որ արդեն շատերը քեզ թվում է ֆեյք է, բայց իրականում իմ դիտարկմամբ մարդիկ, որ ես կարդաց եմ ասում երևի ֆեյք է, որ sense բանակել է, մի 60%-ը իրական մարդ են դուրս գալի, կոնկրետ իմ պահով եմ ես Ինակում է ասում։ շատ է լինում։ Հա, Ես ուզում եմ հիմա ասեմ, արդեն որ բան եմ իրենց անում, վատ գործը արդեն սահմանափակում եմ։ արել են, էլի։ Հա։ Ես իրականում սենց ասեմ, մի պահ ես իրանց հաշվին լավ առաջ գնացի, շատ առաջ գնացի, որովհետև իրանք ակտիվ էին պահում, բայց հիմա արդեն էլ ոնց որ քանի որ մի քիչ իմ բանն էլ է, պրիորիտետներն էլ է փոխվել, ես ուզում եմ, որ իմ post-երի տակ այսպես որ առողջ քննարկումներ գնան, մարդիկ իրենց կարծիքներ գնան, բայց շատ հաճախ մարդիկ ուղղակի խուսափում են, որ այդ կեղտի հետ չառնչվեն էլի այդ Այո, հայհոյանքի բանի։ Հիմա դրա համար կոնկրետ հարթակներում սահմանափակում եմ, բլոկում եմ, արդեն ջնջում եմ, անգամ չեմ էլ բոցեր անում իրանց վրա, ժամանակի շատ եմ մեկ է, բոցեր անում։ քանի որ խոսացինք բլոկելուց, մեր ընկեր Իշխանը շատ հետաքրքիր բան էր գրել, անպայման ուզում եմ սա ասեմ, մարդիկ իմանան, այդ ձմերիկ վաճառող տղայի ու այդ անունը չեմ հիշում, մի խոսքով նիկոլական բլոգերի կոնֆլիկտի հետ կապված, ասում եմ պետք է անպայման Facebook-ում մտնել, գտնել ու բլոկել, report անել, որովհետև այս մարդը փաստացի իսկականից վիրավորանք ու ատելության խոսքը առավոտից իրիկուն գեներացնում ու ճիշտ գործիքներից մեկը, որ ցանկացած մարդ անհատապես 20 վայրկյան իր ժամանակը տրամադրելուց կարա անի, որ օգնի նաև մյուս հայ մարդուն այդ նույն օրը չգցեն իրա, պրոստը մտեք ժողովուրդ գտեք այդ տղուն, բլոկ արեք, report արեք, պրոստը գնա, հիմա որ մի 1500 հոգի մի օրում բլոկ ու report անի, էջը երևի կարգելափակ են, ինքն է կարող է զգուշ դառնա ավելի։ Անանիկ ջան, լավ, ես մի քիչ ավելի հետև թեմաներից համեմատաբար անցում կատարենք շատ ավելի ծանր թեմաների, ուրեմն իմացանք, որ ցավալիորեն վերջերս հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել զինված ուժերում, սա այս տարվա արդեն կարծեմ 7-րդ թե 8-րդ ինքնասպանության դեպքն է, ել չասած որ ոչ մարտական պայմաններում մենք անընդհատ կորուստներ ենք ունենում բանակում։ Քո կարծիքը կուզեի լսել այս դեպքի առնչությամբ։ Ես ինքս իմ փորձն էլ ունեմ այս բանակում, տեսել եմ, այսինքն ինքնասպանության փորձ չէ, էլի այդ պարզապես մի քանի դեպքի, այսպես ասենք, ականատես եմ եղել, թե ոնց է մարդիկ ինչի են ինքնասպանության գնացել, ինչից են դրդված եղել եւ այլն եւ այլն։ Մի հատ արի խոսանք, քանի որ մի հատ բան է ասեմ, ուղղորդող մի բան ասեմ, մեզ փորձում են այնպեսի քարշչություն մատուցել, որ գիտեք ինչ կա, այդ վատ բարքերը, որի պատճառով այսպեսի ինքնասպանություն են լինում, այդ նրանից է, որ հանրությունը այնքան էլ լավը չի, հանրության ներսում կան այսպես ինչ-որ քրեական տարեր, քրեական բարքեր փողոցային, ու այդ փողոցային բարքեր կրողները գնում են բանակ, ու բանակ են ներմուծում այդ բարքերը։ Ինչ կարծիք ունես դու այս առնչությամբ։ Ճիշտ ասած, շատ ծանր թեմայով ենք խոսում, ու
պետք է շատ զգուշ խոսալ իմ կարծիքով, բայց քո նշած արդարացումը, որը մենք լսում ենք ըստ էության հայկական բանակի ստեղծման առաջի օրվանից, իմ համար անընդունելի է ու դա ընդհանրապես իմ ականջին հնչում է ոնց որ պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, խուսափել, որտեղ եկեք հասկանանք, էլի մեր բանակը ստեղծվել է սովետական բանակի նմանության հիմքով, ըստ էության առանց էական տարբերությունների, բարքերը, որոնք որ հիմա փորձում են հայկական հասարակությանը վերագրեն, որոնք որ կան բանակում, դրանք եկել են քիչ թե շատ մոտավորապես նույն ձևի նաև ռուսական սովետական բանակում, այսինքն ինքը տենց հայկական երևույթ չի, ու առկա է շատ տեղերում այդ խնդիրները, ու բանակի ղեկավարության հիմնական պատասխանատվություններից մեկը այդ խնդիրների դեմ պայքարելն է, նենց չի, որ մենք տենց հատուկ կրիմինալ հակումներ ունեցող հասարակություն ենք, որը ծնել է կրիմինալ միջավայրով բանակ։ Այդ ձևակերպման հետ ես ինքս համաձայն չեմ, ու կարամ մի քանի օրինակ բերեմ, ու հատկապես դու մեր մոտ տարիքային տարբերություն կա, հետաքրքիր է, որ հենց քո հետ եմ ուզում այդ քեզ հարցերը տամ, ինձ հետաքրքիր է, որովհետև տեսնենք քո ժամանակ ոնց է էլի եկել։ Հիմա նայ, եթե դու վերցնես ձեր դպրոցը, որտեղ որ սովորել ես, երևի 10 տարի նույն դպրոցում ես, չես սովորել։ Այո։ Ձեր ձեր դպրոցում ձեր դասարանը քանի տղա եք։ Մի 20 կլնեինք։ Այդ Մեր 20, դասարանում հա, մենակ։ ձեր դասարանը այդ 20 տղեկից քանիսն են, որ կռիվների մեջ են ընկնում, նենց ցանկություն էին դպրոցում որոշում կայացնողը լինեն, այդպես թագային ինչ-որ բաներում հիերարխիայում իրաց տեղը գտնեն։ Քանի հոգին էին։ Կար խումբ, իրանք իրար Հա, հետ էին որպես կանոն հա, շփվում։ հա։ Մի 7-8 հոգի կլինեին, համարյա կեսը, 7 տենց ասենք։ համարյա կեսը, բայց դրանցից մարդիկ, որ ընդգծված հակում ունեին բան իշխելու, կարծում եմ 7-8-ը չէին, 2-3-ն էին, որոնք որ այդ 7-8 խումբը հավաքել են, չէ՞։ Այո, այո։ Այսինքն մի 10% մոտավորապես։ Ահա։ Ինչի եմ ես սա ասում։ Երբ որ իրանք այդ արդարացումները բերում են, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ բոլոր երեխեքը այդպես մտածողությամբ գնում են։ Դա այդպես չի։ Հայաստանում բանակում ծառայել ի տարբերություն շատ երկրների պարտադիր է, այսինքն գնում են հասարակության բոլոր շերտերից, տարբեր ընտանիքներից երեխեք։ Մեր հասարակության մեջ 18 տարեկան տղա երեխեքը, որոնք որ ունեն քրեական մտածելակերպ, հակումներ կամ բան, այդքան շատ չեն, ինչքան փորձ արվում ներկայացնել։ Դրանք փոքրամասնություն են կազմում, Գնալով եք որովհետև չանում է, ու ավելին գնալով եք ասեմ, դրանք չանում է։ չանում է։ Գնալով եք չանում, այսինքն դու ստանում ես բանակին եմ ասում, ես բանակն եմ, չէ, ես ստանում եմ խումբ երեխեքի, որի մեջ մոտ 3-4%-ն է, որ կարան կոպիտ ասած այնքան դիմացին նեղացնեն, ստորացնեն, որ լինի sense դեպ։ Իմ գործը այն է, որ ես չթողեմ, որ թեկուզ գոյություն ունեցող միջավայրում ժառանգականություն ձևավորվի, հասկանում ես։ Բանակի խնդիրը այն է, որ այդ միջավայրը եղել է ու դա ժառանգականորեն փոխանցվում է։ Մի նայողը կոպիտ ասած չասի մյուսին է դիմավորում եւ այլն, այդ Ահա։ վատ երևույթները գոյություն ունեն, թող ոչ մեկին հիմարի տեղ չդնի։ Ու սպայական կազմի խնդիրը այդ փոքրամ ագրեսիվ փոքրամասնությանը կառավարելն է, բայց ոչ թե իրանց բան իջնելով, իրանց արժե համակարգին միանալով, օրինակ զորով զոհարան մաքրել, դա չնայած ժամանակ էլ տես խնդիր չէ եղել, կամ չգիտեմ էլի այդ բարքերի մակարդակում իրանց փչացնելու միջոցով փորձերը, որոնք որ սովորաբար արվում է, շատ ավելի վատ հետևանքներ ունեն։ Հենց որ իմ կարծիքով ստեղ խնդիրը ես դնում եմ կրտսեր սպայական կազմի վրա, այսինքն Վազգեն Սարգսյանի ուսումնարանից պետքա դուրս գան այն սպաները, որոնք որ իրենք կրողը չեն այդ արժե համակարգի։ Եթե սպան այդ արժե համակարգի կրողն է, այնտեղ ինքը բան չի փոխելու։ Իմ սուբյեկտիվ կարծիքով մի հատ է կարճ ռեմարկ անեմ, որ ասում էի, որ Հայաստանում բանակը պարտադիր է դու լայն հասարակության շերտերից երեխեք ես ստանում, Ամերիկայում ու Մեծ Բրիտանիայում դա պարտադիր չի, այսինքն զինվորներ են դառնում չխառնել սպայականի հետ, էլի փողոցային հակումներով, այ իսկական կրիմինալ երեխեք է, որոնց ծնողները հաճախ տեսնում են, որ կամ բանակն է, կամ բանտն է։ Բայց այս մարդիկ կարողանում են այդ խնդիրը լուծել։ Հասկանում ես, ընդեղ այդտեղ ոչ թե փոքրամասնությունը ագրեսիվ, իրանք ագրեսիվ մեծամասնություն են ստանում։ Ու կարողանում են ինչ-որ ձև խնդիրները լուծել։ Մի խոսքով իմ համար բացատրությունը քո նշած անընդունելի է։ Ես լուծումը տեսնում եմ Վազգեն Սարգսյանի ուսումնարանում գլխավորապես, այ այնտեղից պետք է այդ բարքերը մաքրվեն, ոչ թե այնտեղը նույն բարքերը լինեն, հետո էլ այդ բարքերի ժամանակ այդ հիերարխիայում ցածր տեղ գրաված, բայց արդեն լեյտենանտ ստացած
աֆիցը բանը սպան գնա ու ինքը դառնա արդեն ոնց որ կրելով այդ համակարգը նաև հավելյալ գործիքներ ստանա ու մի խոսքով բան չանենք էլի։ Լավ բան ասեցիր, ասեցի, որ այդ ագրեսիվ փոքրամասնությանն է պետք հետևել, այսպես ասենք, օրինակ ես մեր դասարանի մասով ասեցի, բայց բանակում ագրեսիվները շատ ավելի քիչ էին։ Այսինքն կային ագրեսիվներ, կային իրանց ենթականեր, այսպես ասենք, որ իրանց փոխարեն կեղտոտ գործը անում էին կոպիտ ասած, գիտես, այսպես գեղ մի քիչ արտահայտությունում այդ յախշիների 10 ովչիկները, ովքեր որ մնացածին պետք է հետևեին, ու գիտես, սպայակազմն էլ գոնե թե հենց կարգավորեր հենց այդ վարքը ագրեսիվ փոքրամասնության հետ մտնում էր սիմբիոզի մեջ, կոպիտ ասած, իրաց հետ սկսում էին համագործակցել իրենց կյանքը թեթևացնելու համար։ Այսինքն իրանք յախշին տալիս են առաջադրանքը, ասում են, այս ինչ գործը պետք է արվի, այդ յախշիները արդեն դելեգացիա են անում այդ գործերին, էլի, այսինքն մնացած զորքի տալիս են, դուք ես պետք անեք, ես, ու գործը միշտ արվում էր, որովհետև ոչ թե այդ բանի սահմաններում էր ուստավ հայերեն ոնց էր մի խոսքով հասկացա, ոչ թե կանոնադրության սահմաններում էր հարցը լուծվում, այլ ինչ որ այդ կիսափողոցային, կիսագողական էս բանի մեջ, որտեղ զինվորի համար շատ ավելի վախենալու էր չկատարելով այդ հանձնարարությունը արդեն յախշի իր հետ խնդիրներ ունենալ։ Այդտեղից էր խնդիրը գալիս, սպայակազմն էլ ոնց որ սնում էր այդ ամեն ինչը ու կային արտոնյալներ, չնայած որ բանակի գաղափարներն բոլորս նույն ֆորմայով են, բոլորս պետք է հասալ լինենք, բայց արտոնյալներ հստակորեն կային ամենուրեք կային այդ արտոնյալները, ու այդ արտոնյալներից էր գալիս ու ամենասարսափելին նա, որ մենք անգամ ես անձամբ ունեցել եմ սպա, ով որ ոնց որ փողոցային լիներ։ Այդ ապրելակերպի մեջ, այդ իր խոսալու ձևը, իր ամեն ինչը հենց այդ փողոցային բարքերի մասն էր ու այդ ամեն ինչի վրա, այդ ամեն ինչը գիտեին բարձր սպայակազմն ու աշկի էին փակում, ամեն ինչից տեղյակ էին, էլի, այնպես չի որ չգիտեին ու սպայակազմն էլ մշտապես տեղյակ էր, որ այս ինչ զինվորին նեղացնում են։ Իրանք միշտ տեղյակ են եղել։ Բոլորն են տեղյակ եղել ու աչք էին փակում այդ ամեն ինչի վրա, ինչի հետևանքով էլ ես իմ ծառայության ընթացքում կարծեմ ոնց որ 3 էր, 3 ինքնասպանության դեպքի ականատես եմ եղել, այսինքն տեսել եմ, իմացել եմ, որ օրինակ իմ հետ ծառայող էս ինչ մարդը ինքնասպանություն ա գործել կամ ինքնասպանության փորձ ա արել եւ այլն, ու գիտես, այնքան սարսափելի էին այդ բարքերը, որ անգամ վատ բառով բան էին անում, այդ ասում էին հենց ինքնասպանություն գործողներին, պիտակավորում էին, այսինքն իրենք հասցնում են այնպիսի մի իրավիճակի, որ զինվորը այդպիսի ծայրահեղ քայլի է գնում ու հետո սկսում են պիտակավորել շատ վատ արտահայտությամբ, որ բանակում այսպես շատ վատ բաներ էլի նշանակում այդ դեպքը ու ինչպես նաև իրանք խաղի կանոններն այնպես էին գծել, որ սպայի դիմելը ռազմական ոստիկանություն դիմելը նույնպես համարվում էր ամենաստոր արարքը այդ ապրելակերպի այդ աշխարհայացքի մեջ ամենաստոր արարքն էր համարվում ու դրանով հետ էր պահում զինվորներին, այսինքն փաստացի համակարգը ամեն կերպ աշխատում էր այն բանի շուրջ, որ խեղճ զինվորը խեղճ մնա, իսկ ով որ կարողանում է մի քիչ ավելի, չգիտեմ ինչ-ինչ պայմաններով ուժեղա, դիմավորած այսա ինքը արդեն ավելի բարձր դիրք էր գրավում ու այդպես էլ պիտի լիներ ըստ այդ համակարգի ըստ այդ աշխարհայացքի։ Տես ես քեզ մի բան ասեմ իմ փորձից 2006-7 թվերին մաթեմ էի պարապում ընկերներիցս մեկի հետ, որ պատրաստում էր Վազգեն Սարգսյան ընդունվեր։ Եթե ես տես այդ ժամանակն եմ ասում, հիմիկվա մասին չեմ ասում, այդ ժամանակ, երբ որ դու տեսնում էիր, թե ովքեր են ընդունվում, ինչ միավորներով, ովքեր էին հետաքրքրված ընդեղ սովորելով, կհասկանայի, որ սա այս կոնկրետ այս մարդիկ, որ ջահելները ստեկայնած են, որ ուզում են ընդունվել, այս ջահելները 5 տարի հետո խնդիր են դառնալու բանակի համար։ Նայում էր միանշանակ անմիջապես դա հասկանում ես։ Որտեվ տուն պահելու միջոց են իրենք համար այդ ինչ որ գաղափարական տուն պահելու, հետագայում գործի հետ։ տուն ստանալու, այլ որովհետեւ ընդունվելու բացարձակ ունակ չէ։ Այսինքն ընդեղի, ասենք 2.8-ով, 2.9-ով ընդունվելը հենց այդ 8-9-ը ձգած էր, էլի մեր ժամանակ Սամբալյանոց քննություններն էր։ Այդ սելեկցիայի մակարդակից պետք է աշխատել, ոչ թե ասել հասարակությունը ֆլան ֆստան։ Ու ես քեզ ասեմ, այդ երբ որ մենք ասում ենք ագրեսիվ փոքրամասնություն, չէ՞, այ Վազգեն Սարգսյան ել եմ կրկնում 6-7 թվի մասին եմ խոսում։ Ընդ հավաքված ժողովուրդը որ փորձում էր ընդունվեր, այ այդտեղ այդ աշխարհը հայացքով մարդիկ գրեթե կեսն են, եթե ոչ ավելը, որովհետև դրանք հիմնականում ընտանիքներից էին, որոնք որ ապահովված չէին, որոնք որ
Սա միակ միջոցն էր, в общем, եթե ցանկացած ուրիշ ալտերնատիվ կյանք ունենային, չէին գալու Վազգեն Սարգսյան ընդունվեին։ Ցավալի բան եմ ասում, կարան չհամաձայնեն, թող չհամաձայնեն։ Դա շեշտում եմ ես իմ տեսածը, իմ կազմած կարծիքը, բայց այսը հասցրել եմ մարդկանց ապացուցել, որ այն ամենաապուշ մարդը չեմ, էլի, որ այնտեղ տենց պատրաստի ինտի սպաների բան կանգնած լիներ, մի խոսքով ես զրպարտեի իրենց։ Հմ, Չգիտեմ, այդտեղից իմ համոզմունքն է, որ խնդիրը այդտեղից է պետք սկսել լուծել։ Ես համաձայն եմ, գիտես, մեկ էլ հենց ամբողջ հարցերանում, որ ասում եմ, որ ընտանիքից են դուրս գալիս, բանակի դերն ինչու՞մ է, ես համոզմունք ունեմ, որ բանակը հենց մարդուն դաստիարակելու տեղ է, մարդուն կարգապահություն սովորեցնելու տեղ է, մարդուն ճիշտ արժեհամակարգ տալու տեղ է, տարբեր ձևերով, ասենք, ես անգամ համոզմունք ունեմ, որ օրինակ իսրայելական բանակի օրինակն է շատ հոյակապ, որ մարդիկ առանց մասնագիտություն գնում են ծառայության, մասնագիտություն ձեռք բերած զորացրվում են։ Բանակը այդ տեղն է, որտեղ Հմ, հենց պետության ձեռքի տակ այդպեսի մի հատ ռեսուրս է հայտնվում, մարդիկ, ում որ ինքը ամեն կերպ կարա գաղափարախոսություն տա, ամեն կերպ կարա իր ուզած ձևով իր պահանջմունքի համաձայն մասնագիտություններ սովորեցնի, իսկ մենք ուղղակի վերցնում ենք այդ յոլա տանելու սկզբունքը, դե հասարակությունն է, էլի, տենց վատը, ու այս ամեն ինչի բանով ու ասեմ որ ցավակցություններս եմ հղում հմ, մեր զոհված զինվորի հարազատներին, ընտանիքի շատ ցավալի դեպք է ու ցավալիորեն տեսա որ այդ տղան էլ ոնց որ համալսարանի ուսանող ա եղել, նույն հա, համալսարան որտեղ ես Տիգրան եմ սովորել, Աբրահամյանի, հա, ուսանողն է եղել, ասում է շատ բարեկիրթ, դե բարի, Իրանից էլ է նուրբ, երևում։ հանգիստ տղա է Ես եղել։ ես ճիշտ ասած Հմ, բան չեմ մարդուն արտաքին սպան, բայց իրա նկարի հմ, նայելուց էլ զգացվում է, էլի, որ կիրթ նորմալ տղա է եղել ու ընդհանուր առմամբ ցավալին է, գիտես, որ բանակում իմ փորձից է կարամ ասեմ ամենատուժած մասը հենց ամենակիրթ ընտանիքներից, ամենակիրթ երիտասարդներն, ամենահայրենասեր երիտասարդներն են լինում։ Ցավալիորեն, որովհետև իրանք հմ։ այդ արժե համակարգի մեջ չկան, փողոցային չեն, որ այդ փողոցային այդ բաների նրբություններին տիրապետ են բանակում տիրող։ Ու այդ բանը, դու շատ լավ բան ասացիր, պարապությունը։ Ես իմ Հա, ընկերները որ պատմում էին իր ծառայության ժամանակվա, այդ պարապությունը գժվացնում է հասկանում ես։ բախը Պետք է ցավալի գիտես որն է։ պետք է այն ոնց որ զինվորը պետք է այնքան հոգնած ու յուծված պահեն, որ ինքը դրա հավեսը Ա, չունենա, Ես հասկանում ես այդ ամեն ինչի։ ես Շատ համաձայն եմ։ բան է հնչում, բայց ջայլ տղեկ են 18-20 տարեկան, իրենց դի հազ զբաղված պահես։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ, այդ սկզբունքը կար իրականում մեզ էլ փորձում էին զբաղված պահել, բայց ինչ էին անում, պլացն էին ավլել տալիս, ինչ որ հող Դեպի էին զբաղված մշակել։ պահել չի։ Հա, դա զբաղված պայել չի, զբաղված պայելն է այն, որ մենք անընդհատ մարզվենք, անընդհատ, չգիտեմ, պարապենք, զենք կրակենք, էս անենք, այն անենք, այն անենք։ Իսկ այդ ամեն ինչը օրինակ հիմա կամ դասեր անենք նույնը լսարաններում, բայց ես այդ ամեն ինչն չեմ տեսել, ոնց որ անընդհատ այդ գլխառադ անելու պահը կար, որ սպաները ոնց որ ուզում են գլուխն են ազատեին ու մի հատ հետաքրքիր բան է ասեմ, որ իմ ծառայության ընթացքում ես տանկիստ եմ եղել ու շլեմաֆոն ունեի, ուրեմն այդ Հմ, շլեմաֆոնը դե ականջների մեջ բան կա, չէ, մի ականջը չկա, այդ շլեմաֆոնի ես հմ, շտեկերը, որ պետք է միանա ռադիոկապին, ինքը չկա, ինքը այսպես լարեր է դուրս եկած։ Ես 2 տարի շարունակ իմ սպաներին այդ ասում էի, էլի ասում էի, ոնց որ էսի խնդիր է, ոնց պետք է անեմ, ընդհանուր առմամբ ես ռադիոկապ միացնել չգիտեմ, լավ, մենք դուրս եկանք մարտի, ես ինչ եմ անելու։ հմ, Ու երբեք դες բան չստացա, այդպես էլ զորացրվեցի գնացի հետագայում պատերազմի ընթացքում հիմնական տանկերը ըստ իմ տեղեկության նրանից է խոցվել, որ նույն խնդիրը եղել է համատարած, ռադիոկապ չի աշխատում, մարդիկ հեռախոսով տանկի մեջից զանգել են, որ այդ ձևով բանն է, GPS-ով բռնել ու խոցել են։ Ոնց որ հասկանում ես, մանր խնդիր է, որ կարելի է շատ արագ լուծել ու այդպես էլ մնաց, մինչև դա դարձավ արդեն ռեալ զոհեր պատերազմի դաշտում։ Իսկ եթե ու այդ ես մենակ տանկի խնդիրն եմ ասում, ֆագոտ ունեցողներն իրանց ինչ որ խնդիրն ունեին, չգիտեմ, այնտեղ կռազի շոֆերն իր խնդիրն ուներ, որ ջրեր էր երցնում, այսինքն այս մանր խնդիրեր, այն ասացվածքին ենք գնում եմ, որ ասում է, որ բանը այդ պայթ սարքողը բան չէ, լավ չսարքեց պայթը, ինչի արդյունքում ոնց որ այսպես շղթայական գնում է ու պատերազմ է պարտվում, չէ՞ զորավարը։ Այդ նույն հմ, խնդիրը ոնց որ այդպես մանր ամեն տեղ կա։ Բայց մի բան էլ ասեմ, այդ փնթի մոտեցումն այլ հմ, պատերազմի դաշտում թե ինչեր եմ ես տեսել, դա ընդհանրապես մի հատ աբսուրդ էր։ Օրինակ որ Զորամասում, որտեղ ես կայի, հենց Արցախում, որ բունկեր գոյություն չուներ, բայց կար սաունա։ Պատկերացնում ես։ Լավ, հմ, թույն սաունա կար, բայց չկար օրինակի համար բունկեր։ հմ, Ուտես շատ մանր բաներ են, որ իրար միանում են ու դառնում է մի հատ աղետ պատերազմ։
Ընկերներ, այսօր տարբեր շատ թեմաներ քննարկեցինք, երևի այս օրվա, այսպես ասենք, կարևորագույն օրակարգային Հմ, հարցերի վրայով անցանք, արդեն կհանդիպենք էլի մոտակա ժամանակներս նորից այդ օրակարգային հարցերով քննարկելու Անդրանիկի հետ։ Ա, Շնորհակալություն Անդրանիկ ջան, որ մեզ միացար քո կարծիքով կիսվեցիր մեր հետ։ Դու ասելիք ունես մեր ընկերներին։ Չէ, շատ հետաքրքիր ֆորմատ է ու շնորհակալություն մարդկանց, ովքեր որ նայել են ու այս մեկնել են նայելու։ Ու պետք է անպայման քննարկել, ձեռքը պուլսի վրա պահել, լուծումներ փորձել գտնել ու ամենակարևորը պայքարել վնասակար պրոպագանդայի դեմ, ինչ Ա, որ մի, փորձում ենք անենք։ մի բան էլ ասեմ, շատ հաճախ մեզ ասում են, «Ա, ինչ արածներ եք, որ խոսում եք մենակ»։ Ինձ Հմ, ամեն դեպքում ասում են, ճիշտ ես համաձայն չեմ, բայց հմ։ ինչ ես դու այդ առումով կարծում, որ մեզ այդպես մեղադրում են։ Դե, ամեն ինչ քաղաքականությունն է որոշում աշխարհում, քաղաքականությունն է խոսալու մասին, հա։ Այն բացասական երևույթները, որոնք որ մենք տեսնում ենք, խոսալով են մարդիկ բերել ստեղծել այդ միջավայրը, այնպես որ դրա դիմացը խոսալով պայքարելը նորմալ է։ Հմ, Մի խոսքով Շատ կարող է շատ շատ լավ խոսալով կարող պատասխան։ կարող խոսալով գտնենք այն ֆորմատը, որով արդյունավետ գործողությունների անցնենք, բայց որ չխոսանք այդ ֆորմատը ոնց են գտնելու, այդ օրակարգը ոնց է ձևավորվելու։ Որ չխոսանք, վստահություն ձեռք չբերենք, մարդիկ մեզ ավելի լավ չճանաչեն, մեր Այո, գաղափարները չճանաչեն, արդեն հստակ գործողությունների անցնելու ժամանակ էլ իրենք հաստատ մեզ չեն միանալու։ հա, Բայց որ ես կարծում եմ, որ մի մենք խոսքով, այս պահին անում ենք ամենակարևոր գործը ու ամենա, այսպես ասենք, նաև վտանգավոր գործերից մեկը, որտեղ հենց խոսքն է վտանգավոր, հենց ավտորիտար բարքերի, այս հա, տոտալիտար համակարգի դեմ խոսքով են պայքարում։ Ինչ պետք է անենք, ինչ հո չենք ատենսվոր, վեկալուզենք, հելնենք դեմները կամ բանենք։ Չէ, այս քաղաքականությունն է, խոսում ենք դրա դեմ, բարձրաձայնում ենք ու չենք վախենում դրանից։ Էպես որ լավ եղեք ընկերներ, գրանցվեք լավ եղեք Անդրանիկի ժողովուրդը, էջերին, ինքը շատ հաճախ է, ովքեր տեղյակ չեն, ինքը հաճախ է նյութեր տեղադրում իր ֆորմատի մեջ։ Իմ էջերին գրանցվեք, եթե գրանցված չեք, ինչպես նաև ես Patreon ունեմ, կարող եք Patreon-ում ասել ինձ աջակցել այնտեղ նաև բացառիկ նյութեր եմ տալիս։ Այնպես որ լավ եղեք ու կրկին կհանդիպենք։ Հաջողություն։ հանդիպենք հաջողություն։